տեսեք ինչ է, կասեի, Մարիա Զախարովայի խոսքերն եմ մեջբերում, կասեի պետք է թողնենք նրանց խղճին, բայց մենք չենք թողնի, մենք չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում, հայտարարել է Մարիա Զախարովան, խոսելով Զելենսկու հայտարարությունների մասին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, բացարձակ անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել Ուկրաինայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված այսպես կոչված հավաքներին եւ դեռ մի բան էլ ամբիոն տրամադրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։ Արտգործնախարարության մամուլի քարտուղար կամ արտգործնախարարության ներկայացուցիչը Մարիա Զախարովան այսպիսի հայտարարություն է արել։ Երեք մի վերլուծություն էի կարդում, թե ապշելու բան է, էլի ինչ ոնց կարող է Ադրբեջանը հակառուսական բան լինի, որովհետև Ադրբեջան պետությունը ընդհանրապես միայն եւ միայն որտեվ ասել են այնտեղ մուսուլմաններ են իրենց ասել, այդպիսի ազգ գոյություն չի ունեցել։ Ստեղծվել է միայն եւ միայն Ռուսաստանի կայսրության հետագայում խորհրդային միության շնորհիվ միայն եւ միայն ու հարց է ցակում դա տարածվում է նաեւ մեզ դրա իհարկե մենք պատմական բան հայրենիք ունեցել ենք պետություն ունեցել ենք բայց 1000 տարի պետականություն չենք ունեցել բայց այդ պետականությունն էլ հետագայում մեզ տրվել է միայն եւ միայն ռուսական կայսրության եւ հետո սովետական միության շնորհիվ այն սովետական միության որտեղ օրինակ Ռուբեն Հախվերդյանը կրթություն է ստացել եւ ստեղծագործելու հնարավորություն է ունեցել, ել չեմ ասում իր հայրը, այս հատուկ էս որ իր վրա եմ կենտրոնացել, որտեղ դա տարածվում է նաեւ մնացած բոլոր արվեստագետների վրա։ Ու հարց է տալիս, էլի ասում է հետաքրքիր հոդվածեր, ուղղակի այդպես երկու նախադասության մեջբերում անեմ, հա, ասում է ինչով է պայմանավորված, ասում է կոմպլեքսներով, որտեղ իրենք հասկանում են, որ թե իրենք իզորու չեն եղել, ի վիճակի չեն եղել, Ադրբեջանի պարագայում ընդհանրապես պետություն չի եղել, երկիր չի եղել, իրենք են ստեղծել տղա եւ հիմա իրենք այդ անդադ հակառուսական բաներ են անում, հաղթարելը, որ մենք կարող ենք այսպես կայանալ, մենք կարող ենք ինքնուրույն պետություն ունենալ, մենք կարող ենք այսպես եւ դա դրսեւորում է հատկապես հակառուսական տրամադրություններով, այդպիսի բան նաեւ ոնց որ թե հայերի մեջ է կամ բայց ցավոք սրտի կյանքը ցույց է տալիս, որ եթե իներցիայով սովետական միության փլուզումից հետո հիմա գիտեք ինչ կարելի է ձևեր թափել մենք բացառիկ ազգ ենք, մենք բացառիկ չգիտեմ ինչ ենք, բա ուր է մեր պետականությունը, եթե այդպիսին էինք։ Բայց ասեմ, որ Ադրբեջանը խորհրդային միությունը չի ստեղծել։ Այսօրվա Ադրբեջանը իրեն համարում է 18 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, որը խորհրդային միության կողմից չէր ստեղծվել։ Ես դրա համար ասեցի ցարական Ռուսաստանի, Ռուսաստանի կողմից չի ստեղծվել, Ադրբեջանը ստեղծվել է մեծ հաշվով Բրիտանիայի կողմից։ Հետո դրա համար Ադրբեջանը չի ճանաչում իրան սովետական Ադրբեջանի իրավահաջորդ։ Բան չի Նիկոլը ճանաչում էս տարածքներն էլ տալիս։ Ինքը ճանաչում է։ Հա, բան չի ճանաչում, հա։ Ինքը ես չի ճանաչում, բա Արցախն էլ չէր մտնում դրա մեջ։ Դե այդտեղ կա, այո, հակասություն։ Այո, բայց չի ճանաչում։ Բա միջև հիմա նախկին իշխանությունները դրանով ասում էին՝ դու քեզ հրճակել ես, ոչ թե սովետական Ադրբեջանի ժառանգորդ, դու քեզ հրճակել ես, անի, ինչա Այդ Ադրբեջանի 18 թվի Ադրբեջանի Հանրապետության ժառանգորդ։ Որտեղ կարող չի եղել Արցախ։ Այն տարածքով, որ եղել է խորհրդային միության կազմում, հա, այդ կարելի ենք ասենք խորհրդային միությունն է ստեղծել, բայց որպես հանրապետություն ինքը ստեղծվել է մինչև խորհրդային միությունը եւ ոչ խորհրդային միության եւ Ռուսաստանի կողմից։ Ադրբեջանի հանրապետություն եղել է մինչև խորհրդայնացվել է եւ ստեղծվել է ոչ Ռուսաստանի եւ ցարական Ռուսաստանի եւ խորհրդային միության կողմից։ Այսինքն այս կոմպլեքսը ունեն եւ դա ասում է տարածվում է նաեւ մեր վրա, որ հայերի վրա, որ ինչի ինքը չի ընդունում։ Նա եթե Ադրբեջանը ասում է, որ ես ադրբեջանական ՍՍ-ի իրավահաջորդն եմ, ուրեմն ինքը պետք է ընդունի նաեւ խորհրդային միության օրենքները, որովհետեւ այդ օրենքներով է ինքը դուրս եկել, այդ օրենքներով կամ դուրս չի եկել եւ այդ օրենքներով է ինքը անկախ պետության տերիտորիա ստացել։ Հիմա եթե ասում է, որ ես խորհրդային միության ժառանգորդն եմ, հետո հարց առաջանում, ուր է քո հանրակրվեն ԽՍՀՄ-ից դուրս գալու։ Եթե ասի ես հա հանրակրվեն, որը չի արել, կամ վաղը ասի ես անում եմ, այդ դեպքում կասենք որպես իրավահաջորդ սովետական Ադրբեջանի, բայց օրենքով գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւս իրավունք ունի անել հանրակրվեն եւ դուրս գալ։ Ճիշտ է, քո հետ հավասար։ Դե կասի հա, եթե ես ընդունում եմ, ուրեմն այնա պետք է ընդունեմ։ Դրա համար ինքը չի ընդունում խորհրդային միության ժառանգությունը։
Դրա համար արևմուտքը հետխորհրդային տարածքում հայտարարել է պատերազմ խորհրդային ժառանգության դեմ, որտեղ եթե շարժվենք խորհրդային միության ժառանգությամբ եւ օրենքներով, կպարզվի, որ Ադրբեջանի հետ հավասար Արցախը եւս կարող է ռեֆերենդում արել եւ արել է։ Դե հիմա հարցը առաջանում, եթե դուք Ալմատայի հռչակագրով եք ընդունում, այսինքն 91 թվականի այն սահմանները, որ խորհրդային միության օրենքներով է գծվել, այդ դեպքում ընդունեիք նաեւ Արցախի իրավունքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու։ Դե այստեղ կա հակասություն, այո, իրոք։ Դե դրա համար էլ սովետական, ռուսական ամբողջ ժառանգության դեմ պատերազմ հայտարարած, որտեղ ձեռ չի տալիս այդ ժառանգությունը ընդունել, որտեղ եթե ընդունես ինքը կունենա հետևանքներ։ Ուրեմն այլ բաներ է պետք է ընդունես։ Դրա համար Ադրբեջանը չի ընդունում։ Բայց այդ առումով Ադրբեջանը իրոք ինքը ԽՍՀՄ չի ստեղծել որպես այդ առաջի հանրապետություն, ոչ է Ռուսաստանը։ Դա ստեղծվել է Բրիտանիայի կողմից հիմնականում այն ժամանակ, որտեղ Բրիտանիան նպատակ ուներ սարքել 3 հանրապետություններից զորք եւ այդ զորքով կռվել Ռուսաստանի դեմ։ Հետո արդեն խորհրդային միությունը խորհրդայնացրեց եւ դարձրեց արդեն խորհրդային Ադրբեջան։ Այսինքն համաձայն չի, որ կոմպլեքսներ ունեն, հա, բաներ ունեն էս Ում հետխորհրդային հանրապետությունները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Ունեն, իհարկե ունեն։ Իրենք արևմուտքը, քանի որ ուզում է պատերազմել Ռուսաստանի դեմ այդ պետությունների ձեռքերով, ուրեմն այդ պետությունները ինչ պետք է անեն։ Ամբողջ ռուսական ժառանգությունը, խորհրդային ժառանգությունը հայտարարեն վնասակար վատ այդ պետություններին թշնամի, որ մոտիվացիա լինի։ Եթե մենք Հայաստանը ասում է, որ մենք ունեցել ենք փայլուն խորհրդային անցյալ եւ դրանից առաջ էլ ռուսական կայսրության մեջ անցյալ, որտեվ Շահ Աբասից հետո 200 տարի այստեղ հայ չի ապրել համարյա։ Ռուսներն են եկել ազատագրել, հայերին վերաբնակեցրել Պարսկաստանից։ Եթե մենք դա ընդունում ենք, ուրեմն Ռուսաստանի հետ պետք է բարեկամություն անենք։ Եթե Ռուսաստանի հետ բարեկամություն ենք անում, ուրեմն Եվրոպա պետք է չգնանք։ Եվ ընդհանրապես եվրոինտեգրումը գցենք աղբամանը։ Որպեսզի այդ ամեն ինչը չանենք, մենք պետք է հայտարարենք, որ այդ ամեն ինչը վատ ժառանգություն է, վատ պատմություն է եղել, գաղութատիրական ժամանակաշրջանը մեզ համար եղել, սովետական միությունը չարիք է, ռուսական կայսրությունը չարիք է, եւ մենք դրա համար պետք է գնանք Եվրոպա։ Գնացիք Պարուր Հայրիկյանի գիրկը։ Դե պետք է լսենք ուրեմն այդ մարդկանց, որոնք կտանեն մեզ Խզմալյանների փայլուն ապագա։ Ուրսուլա ֆոն դեր Լայնի եւ մյուսների ղեկավարությամբ։ Ստեղ էլ պետք է գեյ շքերթներ անցկացվեն, որտեղ Եվրամիության պահանջները դա են։ Եվրամիությունը ասում է, որ եթե դու ընդունում ես իմ նորմերը, պետք է ընդունես փաթեթով։ Իրենք չեն ասում, այս լավ բաները, լավ ճանապարհներ սարքելու նորմերը վերցրու, բայց այն մյուս նորմերը կարող ես չվերցնել։ Ասում են, եթե վերցնում ես, պետք է վերցնես փաթեթով։ Այդ դա է իրենց պահանջը։ Այո, եկեղեցին պետք է քանդես։ Քանի որ արևմուտքը իր բնույթով գաղութատիրական է, ինքը պետք է գա, վերցնի, խլի, շահագործի, թալանի։ Նշանակում է իր համար ամուր ինքնություն ունեցող պետություններ եւ ժողովուրդները խնդրեմ են, որտեղ նույնիսկ եթե այդ պետություններին գազ գրավես, դու խնդրեմ ես այդտեղ ունենալու, ապստամբություններ ես ունենալու, քո զինվորները այդտեղ մանալու են, որտեղ այդ ժողովուրդը ամուր է, ինքնություն ունի եւ ապստամբելու է գաղութարարի դեմ։ Դրա համար այդ ինքնությունները պետք է ինչ անես, ոչինչ չասնես։ Ռուսաստանին այլ ձևով է, ինքը ասում է, ես քո ինքնությանը չեմ խառնվում, դա քո ընտանիքը ներսում ոնց ուզում ես կառուցի։ Իմ այդ եղբայր եղի, մնացած հետ դու գործ չունես։ Պրոբլեմ չես ունենա ոչ մի բանի հետ։ Քո ընտանիքը, քո տունը, քո ներսում, քո եկեղեցին ոնց ուզում ես կառուցի։ Հələ թող մեկն էլ քեզ գա ասի, որ սխալ ես կառուցում, գլուխը կջարդեմ։ Բայց ցավոք սրտի արևմուտքը այդ խորհրդային տարածքում ձևավորել է այլ էլիտաներ, որոնք իրենց ապագան արևմուտքում են տեսնում։ Այդպես է։ Հիմա այս փուլը պետք է մենք անցնենք ինչ որ ձևով։ Քանի որ սրանք անվերջ դատական process-ներ են սկսում, մի հիշեցում, Թալանչի տականք անասուններ, ազգային ժողովում վերընկած, հիմա այս Արայք Հարությունյանի խոսքերը քիչ առաջ մեջ բերել է Մարիանա Ղահրամանյանը, հիշեցնելով թե Արայք Հա, Թալանչի տականք անասուններ, բարեվարկությունից, բարեկրթությունից խոսող մարդիկ եւ այն մենակ են Ալենը
մի 100 քանի հոգու դատի տված ինչ որ բառերի համար, որ դատարանը պիտի որոշի, որ ինքը ասենք պորնիկ չի, ասենք ինքը թեքող չի, ինքը ասենք անբարոյական չի, ինքը տենց որոշելա դատարաններով, էլի, ոչ թե իր վարքագծով կեցվածքով, ուրեմն մի կողմից է դատերն անում, մյուս կողմից նորից մի հատ այլանդակ տեսակ չեն, որ ինչ էր գրել։ Այդ այլանդակ բառապաշարով բանան մրցումա Նիկոլի հետ։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինի Ռուզանա Ստեփանյանը։